Պարոն Քալսահակյան, Արաբական Միացյալ Էմիրություններում հայերը բնակություն են հաստատել դեռ դարեր առաջ, հիմնականում առևտուրն է եղել նրանց զբաղվածության առարկան, զբաղմունքը։ Այսօր ինչպես է այս բազմազգ պետության մեջ, ինչպիսին Արաբական Միացյալ Էմիրություններն է, Հայաստանը, հայ համայնքը, ներողություն, պահպանում իր կրոնը, մշակույթը եւ բնականաբար լեզուն։ Այո, ուրեմն ճիշտ նկատեցիք, երկար ժամանակ է ի վեր հայերը այստեղ գոյություն ունին եւ գսվի թե ուսումնասիրություն կա, բայց բավարար դվյալները կբացին, թե առաջին հայերը Իսֆահանի հայերն են, որ եկել են այստեղ անցյալին Պարսկաստանի մեջ ապրող հայերը, որոնք վաճառականության համար, երբ որ հերավոր դեղեր գերտային Ասիայի եւ Եվրոպայի միջև, երբեմն հանդիպած են նաեւ այստեղ եւ հետքեր ցկած են, բայց ասի ուսումնասիրության կարիք ունի։ Հիմա նոր ժամանակներուն հայերը հաստատված են 50-ական թվականներին իվեր, 1950-ական թվականներին իվեր, երբ որ այստեղ իհարկե տնտեսական զարգացում սկսած է ապրիլ նավթի պատճառով։ Առաջին հայերը եկած են որբեսի կառուցեն այս երկիրը մասնակից դառնան, որովհետև վկայալ մարդիկ եղած են, հատկապես Լիբանանեն, Սուրիայեն եւ արաբական երկրները, Պարսկաստանեն նաեւ այդ ժամանակ, եւ սկսած են իրենց հետակային իրենց ընտանիքներն ամիացած են իրենց, եւ դժբախտաբար արաբական եւ միջին արևելքի երկրները, երբ սկսած են տնտեսական քաղաքական վերիվայրումներ ունենալ, հոսքը ավելի շատացած է այդ երկրներեն դեպի այստեղ, քանի որ լուծում էր տնտեսական, հերավոր դեղ չէր, նույնիսկ շատ անգամ իրենց մեքենաներով գրնային երթալ այստեղ բնակողները, այստեղ են մինչև Սուրիա ժամանակին մեքենայով գերտային, այսին օտանավի փոխարեն եւ այլն, այսպես կազմված է քաղուտը առաջին շրջանին։ Ինչով են զբաղվում հայերը հիմնականում։ Եթե առաջ առևտրականություններ զբաղմունքի հիմնական ապա հիմա ինչն է։ Գմնա դակավին առևտրականությունը, նաև եւ դարբեր մասնակցություններ։ Հիմակվա սերունդը, հիմակվա այստեղի հայության կարևոր մեկ տոկոսը անցերն են, որոնք ընկերություններում մեջ կաշխատին, որոնք հրավիրված են իրենց կորձին, իրենց վկայականին եւ իրենց փորձառության հիման վրա։ Դոգոս մգա որ իր անձնական կորձը գնե, բայց հիմա նշмарելի է որ քանի որ այստեղ այնպիսի ընկերություններ կան որ լավ կվճարեն, եթե մասնակից ես եւ հնարավորությունները լայն են, շատ կարեւոր դոգոս մգա մանավանդ երիտասարդներում մեջ եւ միջին տարիքի պատկանողներում մեջ, որոնք այդ ընկերություններում մեջ կաշխատին։ Սակայն միշտ նկատած եմ որ անոնցում է շատեր նաև արիտ կփնտրեն, նաև գոմնագի կորձեր մշակելու, որպեսզի կարենան անգախանալ եւ որպեսզի կարենան թիմակրավել որևէ կորձազրկություն կամ փոփոխություն, որտեւ այնպեսի միջավայր է որ մրցունակությունը բարձր է, հետո մարդիկ պետք է միշտ պաշտպանված լինեն, միշտ իրենց պատրաստեն այս նոր հերանեկարներ ընդունելու եւ միշտ պետք է զարգանան զարգացումը այստեղ կարեւոր է այսին նույնիսկ ես իմ այն դարիքից տասեր գարնեմ անընդհատ եւ մեկ վկայականին միշտ գերտամ հագարակ որ բիանուն ադեն աշխատիմ եւ կապավեմ իմ եկամուտս բայց ստիպված եմ բայց բարապախտաբար գսիրեմ այսպիսի բաներն են բայց ուրիշներ կան ստիպված բիլենեն բայց ես կխորհեմ թե այստեղ եկողներու մեծ մասը վերջո կգտնե իրեն հարմար կորզը, որում մեջ կրնա լավ ձևով դրսևորվել։ Ձեր մեջքի հետևում գտնվող գրքերը հենց դրա մասին են խոսում, որ դուք ինքնակրթությամբ զբաղվել նաև։ Համայնքը մեծ է։ Ոչ միայն ինքնագրթություն, այսինքն պաշտոնական գրթություն ալ կա մեջը։ Այսինքն մաս մգա ինքնագրթություն է, մաս մգա պետք է հետևից որոշ դասընթացներու, որոշ ծրագիրներու, որոշ համալսարանական ծրագիրներու, այսինքն ինքնագրթությունը լավ է, բայց որբեսի այդ մեկը դեղ գրավե, նաև գոմնագի պետք է ենես նաև պաշտոնական գրթություն։ Համայնքը մեծ է։ Համայնքը հիմա վերջին հաշվով, վերջին անգամ երբ մարտահամար եղավ երկար ժամանակ, 15 տարի եղավ, այդ ժամանակ գսվեր թե ըստ երևույթին 6-7 հազար է։
Հիմա ստուք տիվեր չի կան, մեկնոներ կան, այլ անցեր կան որ գուքան, շատեր կա գուքան, բայց չեն երևիր, մեկը չի գնար իմանալ իրենց մասին, երբ որ բադապար դեմ գացել ես, գսկաս որ հայ մգա, գսվիտ է այստեղ հայ գա, երբ որ իմանամ որ ես ալ հայ եմ, ինձ դեյա կբահեն, ասով, այսինքն կրանցում չի գա, եւ մասնավոր ծևը չի գա հասկանալու թե ճիշտ թիվը որքան է։ Բայց քիչ չեն, որքան հասկանում։ Որպես, այսին 6-7,000 որ գսենք, լավ կնկատվի, այսինքն համայնք կնկատվի, որպես թիվ, բայց որպես գարույց այդ ուժը չար դայր, այսինքն գազագերբական բաժինը դգար է։ Ինչպես եք պահպանում լեզուն, կրոնը։ Կան հայկական դպրոցներ, թե ոչ։ Հիմա անշուշտ ցերմիկը պիտի երթա ավանդական կառույցներում, որ եկեղեցի կա, դպրոց կա, հոստեղ եկեղեցի կա, երկու եկեղեցի կառուցված է վերջին 20-25 տարիներուն ընթացքին։ Եկեղեցիներուն, աս երկու եկեղեցիներուն գողքը վարչական ինչ որ գրասենյակներ կան։ Նաև քանի սենյակ կա այդտեղ, որ հատկացված են այդ սենյակները, շաբաթ օրերը 1-2 կամ առավելագույն 3 ժամ աշակերտներու փոքր տարիքի, մինչև ասենք 14 տարեկան, որոնք գուքան եւ որոշ ուսուցիչներու ոչ արհեստավարժ, այսինքն ասենք ծառայողական ուսուցիչներու հսկողության տակ որոշ քրաջանաչություն իմանան հայերեն լեզվով, այսինքն գնանք սեն նվազագույնը, որը նվազագույնը կարենան կրել իրենց անունը կամ որոշ բաներ, դժբախտաբար այս դգար վիճակի մեջ է։ Հիմա այստեղի անհատները, որ այս գարուցներու հսկողությունը ստանցնած են, կմխտարվին, ասելով, որ նվազագույնը մենք հայկական մթնոլորտ կստեղծենք այստեղ, այդալ մխիտարական բաժինն է անշուշտ։ Ինչն է խանգարում լիարժեք կրթություն տալ հայ երեխաներին։ Ինչն է պակասում դրա համար։ Իրենք լիարժեք կրթություն կստանան, իհարկե դպրոցներ կերտան եւ ամեն ինչ կա, բայց խոսքը անշուշտ հայկական առումով է, ինչ խոչընդոտ կա, որբեսի միօրյա հայկական, այսինքն ամենօրյա, միօրյայի փոխարեն ամենօրյա հայկական դպրոցը լավ։ Ադի մեծ պանիկը կարոտ է անշուշտ նյութականի կարոդի եւ նաեւ մագարտակ ապահովելու կարոդի դյուրին բան չէ, այսինքն որբեսի գարենաս այդպիսի այդ մագարտակով դպրոցը մեջտեղ բերել մեծ հատկացումներ պետք են մերկով նույնիսկ ավանդական նկատվող դպրոցներում մեջ շատ ուսուցիչներ այդ պատրաստվածությունը չունին հիմա այստեղ այսպիսի միջավայրի մեջ որ մեծ գումարներու կարոդի ինչպես կարելի է հավաքել այսպիսի բան կատարել երբ որ հայեր ցիրուցան գաբրին ամեն մեկը միսեն ասենք մեծ հրավերություններով վրա գաբրին այսին լավակույն տարբերակը պիտի լար հայկական տրամակլուխով եւ հայկական ուղությամբ կամ ասենք հայկական դնորինությամբ դպրոցը կազմել որ բաց բիլար բոլորին որպես մագարտակ ունեցող դպրոց մեջը հայկական դասերալ դասավանդվեին հայ ուսանողներուն որպես իսի որ այստեղ հայկական դնորություն կա եւ հայկական դեղ մգավոր հայեր գնան նվազագույնը շաբաթը 4 անգամ հայերեն սորվել բայց ասալ գերեւի մեր ներկա սերունդը ճունի այդ այսին հիմա բանասխանդուները որ այս կորզը պետք է գադարեն արդեն զերացեր են բայց իրենց ցանկի ընթացքին ալ չեմ մտածած այսպես բաներ հիմա այդ մտածումի փալքն անգամ չեն գրծած փոխանցել որովհետև իրենց վարկով հագարակը աշխատել են իրենք աշխատել են парքի անունի համար իրենք գսեն որ ունենանք այս փոքր գարույցը մնաշունյան որ դուրսեն գուկա իրենք ներկայացեն որպես հայկական դպրոց բայց անշուշտ իմ խոսքես միշտ գուկա որ մեծ փաս մգա եւ այս փասը այլևս գալի չէ հաղթարել որովհետեւ նոր սերունդը
մատղաշ սերունդը այլևս չունի այդ կարելությունները անոնք որ ունեին կարելություն անցյալին նյութական կարելություն ունեին բայց մտային կարողություններ մտավոր ասենք այդ ունակությունները չունեին հիմա հագարակն է հիմա ավելի ուղեղ գա քան տրամ այսին փոխված է հիմա ինչպես պիտի այս հանելուգեն դուրս ելենք անդալ այսին նայենք հայկական այլ ինչ կառույցներ կան գարուցներ չկան պաշտոնական գարուց չկա եկեղեցին գա եւ եկեղեցի հովանին դակ ինչ որ պատահական ծևով գազմագերբվի այսինքն մայիս 28-ին տասախոսը պիտի գա ապրիլ 24-ին մոմեր պիտի վարվի այդ ծևով ուրիշ բան չկա դիգնաց խմպակ մգա դիգիներում որ որոշ պարեսիրական փոքր զավալի միջոցառումներ կդարի ինքզինք այսին գենտանի բայելու համար որ ասվի որ այսպիսի կառույց կա ես խոսքերս հայտնի գլա որ երբեք կոչեմ որ ես ուրիշ բան տեսած եմ կյանքիս մեջ եւ միշտալ հավատացած եմ որ կարողություն ունենք այսօրվա իրավիճակեն շատ դարբեր բան իրականացնելու բայց պաստը գամչցնեն զիս այսին ասի պաստա ասի եւ ես սիկեզ նախաբես գավելեն առաջի ես ովևէ բաժար չունիմ ինչպես կսեն Հայաստանում ես տակցնելու մենք բահելու մենք նաեւ խնդիրների մասին ենք խոսում ինչը առաջնային է հատկապես մեր օրերում Հայաստանի դերը ինչպես է գնահատում Սփյուռքի հետ հարաբերություններում Սփյուռքի գաղթօջախների ինչ ունի այստեղ անելու Հայաստանը գուցե նաև դպրոցի մասով, հայկական դպրոցի մասով, ուսուցիչներ տրամադրելու մասով, հայոց լեզուն պահպանելու մասով, գրականություն տրամադրելու մասով։ Հիմա Սփյուռքի այլ քաղաքներում մեջ ինչ կրնա անել Հայաստանը, դատոր մասին երկար կարելի է խոսել, բայց այդքան չեմ գնար եզրակացնել, բայց ինչ կրնա անել մեր մոտ, մեր քաղաքի մեջ։ Հիմա մեր քաղաքի մեջ, մեր համայնքի մեջ գա որոշ թիվով ասենք կարևոր թիմը 1-2000 նույնիսկ հայաստանցիներ ոչ թե Սփյուռքի նախկին Սփյուռքի ասենք ժառանգներ նույնիսկ հայաստանցիներ որոնք գաբրին այստեղ իրենց զավակներով եւ անոնց զավակներն անգամ այժմ նույն բարակային ենթարկված են անոնք զրկված են հայեցի ասենք սիստեմատիկ դասընթացները դա մեջ ինչ որ գրցանցորվիլ Ուրեմն Հայաստանը առաջին հերթին խորհիմտ է անոնց մոտ պետք է սպառի, քանի անոնք Հայաստանի քաղաքացիներ են եւ անոնց լեզուն արևելահայերենն է։ Հիմա արևմտահայերեն լեզվով արտահայտվողներու բարակային իրականությունը ցկված է Գիլիգիո կաթողիկոսության հովանին դակ գործող այսօրվա իշխանություններուն, որոնք ինչպես որ մեջտեղ ելավ արդեն բավական ծանր թերացած վիճակի մեջ են։ Հիմա Հայաստան եթե գուզե նմանիլ Գիլիգիո կաթողիկոսության հալավ օրինակ չէ։ Ուրեմն Հայաստան պետք է մտածի, եթե հնարավորություն ունի, քոնե իր քաղաքացիություն, իր անձնակիրը գրող անձերուն, զավակներուն օգտագործանա։ Հիմա ես կխորհեմ, թե եթե այս հարցը թրվի Հայաստանի մեջ գործող պատասխանատուի թիմած, ինքը պիտի ասի հավանաբար պիտի ասի, թող այդ երիտասարդները, մանուկները քան մեր մոտ Երբ որ գնան հատկապես ամառը եւ մենք իրենց ծրագիրներ կպատրաստենք լավ է շատ լավ է այդ ծրագիրները առաջին հերթին քանի ադի ուղագի իրենց սկոլչան դագ է Հայաստանի պատասխանատուն այդ մեկը գնան մշակել բայց լավակույն ծավալ այնպես որ աստեցությունն նա դարվա մյուս օրերուն տածին եւ այդ երեխաները գտարնան եւ գերազին որ անգամ եւս ամառը կա եւ վերադառնան եւ ինչու միան ամառ այսինքն մենք այնպեսի հերավորչան վրա ենք որ 3 ժամ հերու եւ օտային դոմսերը մատչելի են Կարելի է նաև դարվա ընթացքին նաև այլ արիտ ստեղծել այդ գաբը շարունակել ասի մեր քաղաքին առավելությունն է ու աշխարհակրական հերավորությունը որ կա եւ գաբվածությունը որ անընդհատ օտանավային երթևեք կա այս բանը պետք է օգտագործել բայց ես հիմա թողտրվի այս հարցը հուսամ մեկը լսե եւ այդ ուղղությամբ աշխատի բայց ասի տեսմանադան կամ Հյուպատոսանի կորզոնության ձիրի մեջ չինար այս շատ մարդիկ երբ որ կմտածեն Հայաստանի մասին գսեն այդ տեսմանուն պետք է այսպես լինի Հյուպատոսանը
այդ երկու մարմինները դարբեր առաքելություն ունեն։ Այս հարցը ուրիշ է։ Այս հարցը մշակութային է, գրթական է, Հայաստանի պատգան իշխանությունները պետք է ունեն առաջին հերթին իրենց քաղաքացիներուն նկատմամբ եւ առաջին հերթին այն քաղաքացիներուն, որոնք գուկան Հայաստան եւ պետք է ստեղծել այդ միջոցը, որ անընդհատ այդ կապը լավ, որովհետեւ իրենց մեջ այս երիտասարդներուն մեջ կամ աջող մանուկներուն մեջ թրվի այն կարողականությունը, որ երբ որ վերադառնան եւ իրենց այս նոր համայնքներում մեջ գարենան ինչ որ բան մեջ տեղ բերել անցյալի այս չորցած ցամքած ջահջացած վիճակեն կամ ներգայի այս վիճակեն որ դուրս ելենք եւ նույնիսկ նախանցին նաեւ Գիլիգիո կաթողիկոսյան Հովանին դա գործողները ասել որ հույն աշխատանք կա մենք կլինենք հիմա մեկը մյուսը նախանցելու բան չունի հիմա բոլորն ալ նույն աբիգար վիճակի մեջ նստած իրար երես կնային Դուք քանի որ խնդիրների մասին բացահայտ եք խոսում, չեք թաքցնում դրանք, հատկապես լեզվի հարցը կարծես թե ձեզ համար ավելի ցավալի է։ Այդ իմաստով դուք համայնքի ուծացում նկատում եք։ Ուծացում հիմա բառը ճշտելու համար, այսին նվազ հայրենախոսությունն է, այո, նկատելի անշուշտ։ Եթե չափանիշը հայերեն չխոսիլն է, այո, բոլոր մանուկները այս համայնքի մեջ այլևս հայախոս չեն իրենց երազներուն կամ ուղեղին հետ եւ իրենց դարիքի անհատներուն հետ այսինքն իրենց դարիքի երեխաներուն հետ իրենց ընկերներուն հետ հայ ընկերներուն հետ երուկն ալ հայերեն գասկնան բայց հայերենով չեն խոսի իրար հետ հաջորդ սերունդը ադալբիլի չունենա հագարակ որ ծնողները հայախոս են ուրեմն սկալի է, չէ, սա ցույց կտա, որ եթե ուզածումը ադե։ Հիմա ուզածումին մյուս երեսն ան է, որ գրնա ցեվոմ հայախոսը լալ, բայց գապված չլար, այսինքն ունենալ հայկական հետաքրքրություններ։ Այո։ Աս երկու երեսներն են, որ դարձյալ նույն գեդին պիտի վերանանք, երբ որ շոշափենք այս հարցերուն լուծումը, աս երկու երեսներն ալ նկատի առած մենք կրնանք որոշ փոփոխություններ իրականացնել Եվ դուրս գալ այս թեւի ավելի վատ վիճակ առաջնորդող այս ընթացեն։ Շատ լավ, դուք ինչով եք զբաղվում, պարոն Կարսահակյան, այդտեղ։ Ես իմ գործից մեծ մասը հույներու հետ կապված է Հունաստանի քաղաքացիներուն հետ, որոնք այստեղ կապրին եւ իրենց թղթապանական եւ թարգմանական եւ նույնիսկ ֆինանսական որևէ մեկ խնդիրներու վերաբերյալ ես այդ հարցերը գլուծեմ քանի ես ուսումս եղած եմ Հունաստանի մեջ եւ ծնած եմ Հունաստան թեև իմ ծնողքս սուրիահայ կնկատվին ես այդ հատկությունն ունեմ որ ցեվոմը նաեւ հունահայ կարելի է սեբել զիս բայց ավելի միջին արևելքի հայ կսեբեմ ինքս Ձեր կայքը ինչի մասին է որի խմբագիրն եք դուք Ազատ հայ Ազատ հայը 2003 թվականին վերկոյություն ունի, այսինքն միջին արևելքի հնակույն անկախ հայկական գայքն է, որ պետք է իրականության մեջ ունենալ շատ աշխատակիցներ, բայց այժմ միակ աշխատակիցը ես մնացած եմ, քանի որ ոչ մեկը հետաքրքրվեցավ նեցուկ կանգնելու, կամ ես չգրծա համոզել մեկումը, երուկը մեկը, կամ երուկը միասին, Ուրեմն անգլերեն լեզվով է, նպատակ ունի անգլերեն իմացողներուն, հայ կամ ոչ հայ, դերակացնել համայնքի եւ ոչ համայնքի, ընդհանրապես հայկական նյութեր, յուրահատուկ, հիմա ամիսը քանի անգամ ինչ-որ դեղատրում կդարեմ, այսով բահբանելու համար։ Մեծ գեղեցիկ հրաշալի ծրագիր մներ, որ գրնար խթան հանդիսանալ շատերուն, Հիմա անշուշտ գայքերու ժամանակն ալ սպարած է ցեվոմը, բայց այդ ժամանակ գրնար սկիզբը լար եւ գրնար այժմ իր այլ դրսևորումներ ունենար տեխնոլոգիայի զարգացումի հետ կապված, բայց մնաց այդ նախնական վիճակի մեջ եւ ասի արդեն իրականության մեջ փաստմիևս է թե ինչ վիճակ կդիրե
Դուք վերջին անգամ երբ եք եղել Հայաստանում, հետևում եք տեղի իրադարձություններին, ինչ վերաբերմունք ունեք կատարվողի նկատմամբ, առհասարակ, ինձ թվում է արդեն հասկացաք ինչի մասին է խոսքը։ Այո, գեհդեվիմ, աշտ ամեն օր գեհդեվիմ, YouTube-ի միջոցով գոհդեվիմ, անցյալ տարի կամ 2 տարի առաջ Հայաստան գտնվեցա, 1-2 օրով, ժամանակը չներեց ավելի մնալ, միշտ ցանկությունս է ավելի մնալ, բայց պետք է աշխատանք կա, պետք է աշխատենք եւ հասցնենք մեր գործերը կատարել, բայց գեհդեվիմ, օրական, այսինքն լալ 30 րոպեին մինչև 1 ժամ YouTube-ի միջոցով կդերեկանամ, դարբեր հոսանքները լուրեր կառնեմ, վերլուծություններ գլսեմ եւ իսկ ինչ կարծիք ունիմ, ինչ կարծիք կնամ ունենալ, հիմա որպես հետևող, թուրքեն հետևող, գրնամ ասել, որ ուրախ եմ, որ ի վերջո հասկացած է Հայաստանի հայությունը, որ ընտրությունները իրավունք մնե, որ պետք է իրականացնե, դեր կանգնի իր ընտրություններուն եւ պատրաստվի 2026-ի ընտրության, անգեվեջ որպեսի ժողովրդավարական ցեվլա, ասիմ իմ միակ ուրախությունս շատ ուրախություն է, բայց հիմնական ուրախությունս այն է, որ կամաց Հայաստանի ժողովուրդը կհասկանա, որ իր քվեն արժեք ունի եւ իր քվեն ձախուտրված չէ եւ իր քվեն միան այդ օրը չէ, որ այդ թուղթը պիտի տնե, իր քվեն գերգարի այդ ամբողջ դարիներու ընթացքին եւ որովհետեւ ինքը հետամուտ պետք է լա անոնց որ իր ցայնը կներկայացնի հետապնդի անոնց որովհետեւ իր ցայնով եկած բիլան հետեւաբար պիտի հասկանա որ անոնք ենթագային իրեն բայց ինքը պիտի գարնա ճիշտ ծավով հետապնդել պիտի գարնա նեցուկ կանգնել անոնց եւ օգնել որովհետեւ ինչ իմաստ բյուրնա իր քվեն եթե այդ անձը չգարենա օգտագործել իրեն այդ արիտը ժողովրդի անունով կորզելու այդ հնարավորությունը